Սիրելիներս ողջույն, հուսով եմ լավ եք, սկսում ենք հաջորդ վլոգը, հենց այնտեղից, որտեղից ավարտել էի նախորդ վլոգը, ովքեր չգիտեն ինչի մասին է, լինքը կդնեմ, գնացեք նախորդ վլոգ ու տեսեք, թե մենք ուր ենք գնում հիմա, ինչպես եմ պատրաստվել, ասեմ, որ գնում ենք դեքորս կնոջ ծնունդին, եթե ուզում եք տեսնեք, թե ինչպես եմ պատրաստվել, ինչ գնեցի, ինչպես, ինչը ոնց, նախորդ վլոգը դիտեք, իսկ հիմա մենք գնում ենք աշխատեմ, չգիտեմ, միշտ ասում եմ, բայց այնպես է ստացվում, որ չի ստացվում ինչ-որ բաներ նկարել, ամեն դեպքում կտեսնեմ, կփորձեմ ինչ-որ բաներ նկարել, եթե բոլորը համաձայն լինեն իհարկե, ու ձեզ համար մի քիչ ավելի գիտեմ, որ սպասում եք այնպիսի վլոգների, որտեղ մերոնք էլ են երևում, դեքորս ընտանիքն էլ, ու այնպես է ստացվում, որ ես քիչ եմ նկարում, բայց դե հասկանում եք, չեմ կարող բոլորին նկարել, ամեն դեպքում այսօր կառաջարկեմ, եթե ցանկություն լինի, կնկարեմ նաև եթե հյուրեր ունենան հյուրերին, եթե ոչ ապա մենք, բայց իմացեք, որ մենք մի շատ լավ ժամանակ ենք անցկացնում, շատ լավ ընտանեկան, ասել, խոսել, երգել, պարել, ուրախանալ, ուտել, մեկ-մեկել, մի քիչ կոկտեյլային էսենց խմել բան, բայց դե գոնե առիթներին գոնե կարելի է մի քիչ լիցքաթափվել։ Այդպես սիրելիներս, ասացի մի հատ այստեղ քանի պատրաստված եմ, մի հատ վլոգ ազդարարեմ ու որպեսզի շարունակենք ու ինչպես նշեցի, մենք ունենալու ենք շատ սիրուն անակնկալներ, չգիտեմ ես վլոգում կլինի, թե արդեն հաջորդ, եթե չհալարեմ ես, այսինքն հալարելը որն է ժամանակ ունենամ, կտեղադրեմ, իսկ եթե ոչ, ապա հենց այս վլոգը կլինի այն անակնկալներով լի վլոգը, որը խոստացել էի դեռևս նախորդ տեսանյութից, թե ինչ, ես արդեն պատրաստ եմ, ես մի հատ էլ ֆոտոստենսից տեսնեք, համաձերը շատ արագ է երկարում, գաղտնիքը, չգիտեմ ինչումն է, բայց շատ արագ է երկարում իմ մազերը, ես մի խոսքով պատրաստվել ենք ու կարծում եմ աղջիկներն են արդեն պատրաստ, գնացինք։ Ու քանի որ այսօր մենք երկու ծնունդ ունենք, դեքորս կնոջ ու մեր շատ սիրելի դերասանուհի Արմինե Պողոսյանի տարեդարձն է, սեկան Արմինեի համար հատուկ մի հատ նվագել ուղարկել է արդեն, հիմա մի հատ էլ ընդհանուր վլոգի համար կնվագի, սկսեցինք։ Շնորհավոր ծնունդը, հարսիկ und Արմինե։ Ես արդեն 4-րդ խանութն եմ մտնում, բայց ոչ միտեղ ծաղիկ չեմ գտնում, մի հատ նայեք, ես ինչ են, արդեն դարն ապրած ծաղիկներ են, ու ես հիմա այս մեկը սիրուն է, բայց դե արդեն թողումած են է ախր, չգիտեմ։ Չնայած առանց մեկս մեկիցս տեղյակ լինելու, բայց մենք ու Ռուզի եղբայրը միասին հասանք, արդեն գիտեք, Ռուզի եղբայրը իմ հորեղբոր աղջկա ամուսինն է, մեր մոտ էսենց խառախնամի բարեկամական հարաբերություններ են։
El շոքա։ Շոքում ես։ Սիմորքուրն անվիր է, մամային։ Ես ու քուրիկս մի հատ խմենք։ Դե ինչ, իսկ հիմա ժամանակն է տեքորս ձեռքերով պատրաստված գառան խաշլաման վայելելու։ Այսօր անգելս է խոհանոցի թագուհին գնաճանքս։ Bingo. Ոյ սիրելիներս, մենք եկանք տուն, հասանք տուն, հիմա մի հատ նվերներս բացենք, տեսնենք քուրիկս ինչ նվեր ա բերել, բացի ջիջ։ Բլուզ։ Իրա յուբկայով, Շալվարով։ Պարկուսենս։ Վերսաչի դուխյալ։ Ու քաղցրավենի քեշ, իմ համար։ Սիրունա, հոտրի գալուս է։ Ուրեմն, ահա, սենց շատ սիրուն շորա, շատ սիրուն է հավես, ուղակի դա ես էսենց չեմ հակնի, տակից պեկայլ է մեծ սիրուն տոպ հակնել, ուղակի սենց սիրուն տոպ հակնել, ու սրանք նույնիսկ մի քիչ թույլ կոճկել, կարծում եմ շատ սիրուն է։ Սիրելիներս, բարի լույս ողջույն։ Այսօր ամսի 18-ն է։ Երեք շատ լավ ժամանակ ենք անցկացրել Ռոզի ծնունդին, շատ բաներ չնկարեցի, բայց շատ հավես ժամանակ ենք անցկացրել։ Ու դե մի քիչ խմեցինք, կոկտեյլներ, բան ու մենակ վիտոներ, որ չէր խմել, որովհետև մենք պետքա դեռ հետ գայինք մեր տուն։ Ու տենց որոշեցինք, քանի որ այսօր հոպարից տղայիկ Վիդոնից ծնունդն է, իրենք էլ ընտանիքով Իտալիայում են, դե Իտալիան մեզանից ընդամենը այն տեղը, որտեղ իրենք են 200 կիլոմետր է։ Որոշեցին, որ ինչ անենք, գնանք շնորհավորենք, բան հետո որոշեցինք, դե չէ, լավ, գիշերը մինչև 12-ը հասնենք, հետո ասինք, չէ, խմացեք, սենց երեխեք այստեղ շատ, որ մեր երեխեքն են այնտեղ, սենց չենք կարա։ Եկեք կլնեք, գնանք, մենք քնենք, դուք էլ քնեք, հանգստացեք, առավոտ շուտ կգանք ու 7 տեղանոց է մեր մեքենան կակրած 7-ով ենք։ Ես ու Վիտոն, Գրիգն ու Ռուզը, Գալյան ու իր ամուսինը, մեկ էլ Արմանն էլ մեր հետ, Ռուբիկի ու Ռուզանի քրոջ տղան, մեծերով էլ եսպես ասած, հիմա եկել ենք քնե հանգստացել ենք, առավոտ շուտ արթնացել ենք ու գնում ենք տեքորս տուն, սենց սպոնտան որոշում գնում ենք Իտալիա, գնանք իրանց վերցնենք, իրանց մոտից ճանապարհը ավելի մոտ է, գնում ենք իրենց վերցնենք ու գնանք Իտալիա, այնպես որ այսօր լավ օր ենք ունենալու, գնացինք, գնում ենք գվիս անակնկալ անենք։ Հասանք Սուրճ խմեցինք ու դուրս ենք գալիս։ Գնացինք։ Այսպես ուրախ երգելով, պարելով, շատ բարձր տրամադրությամբ արդեն հեսա հասնում ենք։ Մենք հասանք, սիրելիներս, խմեցինք, շնորհավորեցինք, հիմա գնում ենք լողանալու, լավ, ես ձեզ մենակ թողնեմ, գնամ լողանամ, հանգստանանք, հետո նորից կմիանանք, գնացինք։ Բարձրացանք հյուրանոց լոգանք ընդունենք ու տեսեք պատշգամբից ինչ սիրուն տեսարան է բացվում, պատրաստվենք, որ գնանք ման գալու։ Քան լավ հավես ժամանակ անցկացրինք, լավ լողացինք։
Երևի մի 4-5 ժամ ջրից դուրս չէինք գալիս բոլորով, մի քանի ընտանիքներով մեր հայությունը, ընկերական շրջապատը, շատ հավես, շատ, որ բառեր չկան ուղղակի ասելով, ինչ հավես ժամանակ անցկացրինք, բարձրացանք սենյակ, լողացանք, փոխվեցինք, ու հիմա գնանք իրերը դնենք մեքենայի մեջ ու գնանք ընթրելու։ Գնամ մի հատ էլ ջուրը նկարեմ, քանի որ հեռախոսը մոտիցս պայուսակիցս չէի էլ հանել, բայց դե չէի կարող ես հրաշքը ձեզ համար չնկարել։ Այս են սիրուն, շատ սիրուն։ And one ortoralo. One ortoralo. Do you have spicy oil? Yeah, sure. Yes. Իհարկե մենք ծովամթերքների ախորժակ ունենք, բայց ոչ մի ռեստորանում մեր կամպանիային համապատասխան տեղ ոչ մի տեղ չենք գտնում։ Դե գալ Իտալիա ու իտալական պաղպաղակ չուտել հնարավոր չէր։ Կերանք ու գնացինք նորից ծովի ափ, այս խշշոցը վայելելու։ Բարի լույս սիրելիներս, բարի կիրակի առավոտ բոլորիդ, շատ բարձր տրամադրությամբ արթնացել եմ, չնայած որ 3:30 գիշերը 3:30 ենք քնել, ժամին նոր տուն ենք հասել, ընդ առաջինը տեքարենցս իջացրինք, հետո եկանք մեր տուն ու հիմա առավոտ արթնացել ենք, պատրաստվել ենք, գնում ենք նորից ընդ, քանի որ այսօր գվիդոնենք գալու են, գնան արդեն վերջացավ իրենց արձակուրդը, գնում են իրենց տուն ու գալու են այստեղով գնան, մի հատ էլ այստեղ իրար կհանդիպենք ու հետո նոր բոլորը միասին գալու ենք վիդեոնը բոլորը միասին հետ կգնան, դե մենք էլ կգանք մեր տուն։ Լավ, շատ չխոսեմ, ձեզ չցանձրացնեմ, գնացինք։ Այսօր գալիայի նվիրած շորն եմ հագել, ինձ շատ սիրուն է, գնացինք։ Քանդենք։ Bingon. Ինձ սիրուն է, կայա։ Այստեղ մինչ մենք շանելով ու բինգոյով ենք սպաղված, այն կողմում տեսեք տղաներն ինչ են եփում, այո, այսինց մեր համար համեղ ռակ են եփում, ռակա կրաբա երևի սա ավելի շատ, մի հատ էլ տեսեք էլի, սենց պրոֆեսիոնալ կերպով ռուբը նույնիսկ կապահան անում։ Դե ռակն արդեն եփվել է, բոլորս կազմու պատրաստ ենք, կարող ենք արդեն նստել ու անուշ անել Գվիդոնիս բռնած իր ձեռքերով որսացած այս համեղությունները։ Ինչա։ Ինչպես երեկ Իտալիայում, այնպես էլ այսօր այստեղ միանգամից անձրևը սկսեց այսպես առատ անձրևել, բայց դե դա մեզ չէր խանգարում մեր ժամանակն անցկացնելու։ Մենք արդեն հասնում ենք մեր բակ ու մի հատ տեսեք նապաստակը հենց մեր դիմացով անցավ, եկել էր պատտվեր նորից, փախավ ու մտավ անտառ։ Բարի լույս սիրելիներս, բարի ողջույն բոլորիդ, չորեքշաբթի արդեն, գնում եմ աշխատանքի, գիտեք չորեքշաբթի օրերը ծանրաբեռնված օրեր է, չհաշված եմ բանի, որ երկուշաբթի, երեքշաբթին է երկար օր, որտեղ ես 7-ից 7 աշխատում եմ, բայց չորեքշաբթի այսօր ինչով եմ ուրախ, որ այսօր վիրահատություն չունեմ, վիրահատությունը մյուս շաբաթ է, շատ ավելի, բայց այսօր հանգիստ ենք, շատ ենք բան արել, շատ եմ գրանցել, բայց այսօր կարևորը միայն լազերայիններն է, հանգիստ եմ,
ու համել մի քիչ շուտ կպրսնենք, այսինքն նորմալ 3-ին կպրսնեմ, կգամ տուն, ինչի եմ ուրախ, ոչ թե որ շուտ ենք պրսել, այլ որ շուտ եմ տուն գալու ու այնքան գործը կակուտակված, որ պետք է արվի։ Իմ համար մի քիչ հիմա է շրջանը, շատ խառը շրջան է, որովհետև երկար աշխատանք, ամառը երեխեքը տանն են, ուզում եմ ամեն ինչ գոնե երեխեքի համար էլ հասցնեմ, երեխեքի համար էլ մի քիչ ժամանակ հատկացնեմ, հետո մյուս շաբաթ ավելի ծանրաբեռնված է Զոյկայի ծնունդն է, պետք է պատրաստվել ու էլի ուրիշ բան կա, որին պետք է պատրաստվել, այդ մասին չմասի, հետո կիմանաք ու դրա հետ մեկտեղ աշխատանքը, որ երկուսս էլ ամբողջական դրույքով աշխատողներ ենք, չենք հասցնում ոչ մի բան, մինչև գալիս ենք տնի, ինքը երկշաբթի գալիս է իմ հետևից, արդեն բոլոր խանութները փակ են լինում, տեսնենք ինչ է գոնե, որ կարողանանք ուրբաթ օրը էլի ես շուտ եմ վերջացնում, բայց դե վիտոն մինչև ժամը 5-ը, մինչև գա 6-ը, դեղ ունենում ենք միայն 1 ժամ ժամանակ ինչ-որ խանութ գնալու, չգիտեմ, մի քիչ քաոսային է, բայց ոչինչ, կարևորը լավ բանի համար է, կհաղթահարենք այս ամեն ինչն էլ, եղանակներն է ցուրտել, այդ ասեմ, որ շատ ցուրտ է, պես լողանալու եղանակ չի, լողաբազանն եմ նայում, դրա համար եմ ասում, որ լողանալու եղանակ չի, առհասարակ, բայց դե ցուրտ է, իրոք ցուրտ է, կարևորը բնության համար շատ լավ, որտեղ ամբողջ օր անձրև է լինում, լավ է բնության համար, մեր բնությունը թող զարթուն կապրի, նորից կանաչի, ուղղակի երբ որ եղանակը սենց է, աշխատանքի ժամին էլ մեկս մեկից գրում ենք քունն էլա տանում է, մեկ էլ բժշկույն է գրում, աղջիկները ասում են ոնց է կիսաքուն, ասում են սուրճ դրեք խմեք, գնացեք բան արեք, պաուզա արեք, սուրճի պաուզա արեք, կամ կոլա, կամ ինչ-որ մի բան, որ գոնե մի քիչ թարմանաք եղանակից, ես եղանակին ուզում ես բան չանես, ես մաքուր անկողնումը պարկես, քրնեսը բան չան, լավ, հեչ հեսա կգնամ ու նույնը կանեմ, գնացինք սիրելիներս, գնացինք աշխատանքի, տեսնենք ինչ ոնց, այս վլոգը կմոնտաժեմ, որովհետև այս Իտալիայի վլոգն է, շատ քիչ եմ նկարել, նկարելու շատ բան կար, ուղղակի ուզում էի ամբողջովին ինձ հանգստանալ այդ օրը, մի օր էր, ամբողջովին հանգստանալ ու չեմ էլ նկարել երևի շատ ինչ-որ բաներ, բայց դե տեսնեմ ինչա, ոնց է կմոնտաժեմ, տեղադրեմ ձեզ համար, երևի այսօր, գնացինք, հասա պոստ, նամակներ ունեմ հանձնելու, սրանք հանձնեմ, նոր գնամ, վերջ նամակներս հանձնեցի, դրանք հատուկ նամակներ է, դրա համար չեմ գցում արկղի մեջ, պետք է արձեր ընտամ, հատուկ ուղարկվող նամակներ է, էլի, աշխատանքի հետ կապված, այդպես հիմա գնում եմ, մի հատ էլ մտնեմ շպար, երկու բան ունեմ գնելու գնեմ ու գնամ աշխատանքի, այսօր լավ եղանակ է ոնց որ խոստանում, տեսնենք, առավոտյան, որ մեր տանից դուրս եկանք, տեսակ, որ մռայլ էր, այստեղ մի քիչ բացվել է, արդեն չնայած, որ ընդամենը մի 20 րոպե անց է, լվացքս էլ փռեցի, նոր եկա, դրսում եմ փռել, տեսնենք, այս քաղաքի ավտոբուսների պարկն է, ոնց որ կենտրոնական, որտեղ կանգնում են բոլոր ուղղություններով գնացող ավտոբուսները, քաղաքային ավտոբուսները, ոչ թե քաղաքից դուրս եկող, կանգնում են ու այստեղից արդեն գնում են տարբեր ուղղություններով, ոնց որ մի հատ կանգնում են ու գնում են։ Դե ես էլ աշխատանքս էլ հենց այստեղ իջնում եմ, այստեղից կարող եմ մի կանգար գնալ ավտոբուսով, այստեղ ես ոտքով